Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին, տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Մեր գործարարները արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից ևս, ընդգծել է նա։ Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կոնյակ արտադրող տնտեսվարողների աջակցության ծրագիրը և դրա շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին առնվազն 3000 տոննա խաղողի մթերումներ իրականացրած և շշալցված կոնյակի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին տրամադրել մինչև 200 միլիոն դրամ սահմանաչափով վարկեր, աշխատակիցների աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ իրականացնելու նպատակով։ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում մուտքերը կազմել են 10,75 տրիլիոն դրամ, ինչը 2024 թվականի համադրելի ցուցանիշից պակաս է 1,4%-ով։ Ելքերը կազմել են 10,77 տրիլիոն դրամ, մեկ տարվա համեմատությամբ նվազելով 1,4%-ով։ Տվյալները ներկայացնում էր վիճակագրական կոմիտեն։ 2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում թողարկվել է 2,721,656 բանկային քարտ։ Դրանցից 1,066,149 մաստերքարտեր են, 770,302-ը արքա, 530,947 վիզա քարտեր են, 354,258-ը այլ տեսակի քարտեր։ Իրանական ռիալի փոխարժեքը ռեկորդային ցածր մակարդակի է հասել Իրանում բողոքի լայնածավալ ակցիաների ֆոնին։ Ռիալը պաշտոնապես ամենաքիչ արժեք ունեցող արժույթն է աշխարհում։ Իրանի արժույթը տարիների ընթացքում զգալի չափով արժեզրկվել է պատժամիջոցների ճնշման և տնտեսական խնդիրների պատճառով, ինչը հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի ամբողջ երկրում նախորդ տարվա դեկտեմբերի վերջին։ Միացյալ Նահանգները կարող է բախվել մասնակի շաթդաունի արդեն այս շաբաթվա վերջին։ Ընթացիկ ֆինանսական տարվա բյուջեն, որը մեկնարկել է 2025 թվականի հոկտեմբերի 1-ից, դեռևս ամբողջությամբ հաստատված չէ։ Կոնգրեսի Սենատի դեմոկրատները պահանջում են փոփոխություններ բյուջեի նախագծում, մասնավորապես Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորման մասով։ Այդ պահանջները քիչ հավանական է, որ աջակցություն ստանան հանրապետականների կողմից։ Ղազախստանը կորցրել է 3,8 միլիոն տոննա նավթ Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի դեմ գրոհների պատճառով։ Երթուղին 1500 կիլոմետր երկարություն ունի։ Համակարգը ղազախական նավթի հիմնական արտահանման ուղին է, որը կազմում է Ղազախստանից խողովակաշարով մղվող ծավալի ավելի քան 80%-ը։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտնել է, որ իր կառավարությունը համենայն դեպս ժամանակավորապես դադարեցրել է նավթի մատակարարումները Կուբա։ Նա միաժամանակ նշել է, որ դադարեցումը պայմանավորված է նավթի մատակարարումների ընդհանուր տատանումներով և ինքնիշխան որոշում է, որը չի կայացվել Միացյալ Նահանգների ճնշման տակ։ Վարորդական վկայական ստանալը շատերի համար դարձել է իսկական փորձություն, ապագա վարորդները բարկացած ու հիասթափված են։ Տեսական քննությունը հաղթահարելուց հետո դիմորդներին սպասվում են երկար ու ձիգ տանջալի ամիսներ գործնական քննությանը հասնելու համար։ Տեսական քննությունից հետո ապագա վարորդները ոգևորված սպասում են գործնական փուլին։ Նոր կարգավորմամբ, եթե տեսականը հանձնած դիմորդը մեկ տարվա ընթացքում չի հասցնում հանձնել նաև գործնականը, ապա ստիպված է ամբողջ գործընթացը սկսել սկզբից, կրկին հանձնելով տեսական փուլը։ Շատերն ասում են, տեսական քննությունը հանձնելուց հետո ստիպված են եղել մինչև 6 ամիս սպասել գործնականի իրենց հերթին։ Որոշ դիմորդների մոտ առաջին փորձը չի ստացվել, իսկ երկրորդ անգամ հանձնելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ այդ ընթացքում տեսական քննության վավերականության ժամկետը լրացել է։ Խնդրի լուծումը ներքին գործերի նախարարը մասնավորի հետ գործակցությամբ է տեսնում։ Մեր պլանը այն է, որ այս տարվա կտրվածքով մենք համագործակցություն պիտի ծավալենք նաև մասնավոր ընկերությունների հետ եւ մոդելային փոփոխություն ունենանք հաշվառման քննական ծառայությունների մատուցման տեսանկյունից։ Մոդելի փոփոխության վերջնարդյունքում մենք կունենանք շատ ավելի բարվոք պայմաններ հաշվառման քննական ծառայությունների դեպքում։ Ընդ որում խոսքս թե ենթակառուցվածքին է վերաբերում եւ թե առհասարակ վարորդական իրավունք ստանալու
քննությանը եւ դրա բովանդակությանը։ Մենք այստեղ նախատեսում ենք նաեւ կրթական բաղադրիչի ներդնում, տեսական քննության վերաիմաստավորում, գործնական քննության վերաիմաստավորում։ Թեև նախարարն ասում է, որ ծանրաբեռնվածությունը հիմնականում Երևանում է ու առաջարկում քաղաքացիներին մարզերում հանձնել քննությունը, մասնագետների պնդմամբ, սակայն հատկապես ծանրաբեռնված են Սևանի եւ Աբովյանի հաշվառման քննական ստորաբաժանումները։ Իսկ արդյոք մասնավորի հետ համագործակցությունը կլուծի հարցը։ Մասնագետները վստահ են, որ ոչ։ Պետությունը ասում է, քանի որ մենք ուշ ենք արձագանքում սպասարկմանը, բարելավմանը, դրա համար եկեք մասնավորին, տան կգնեք մասնավորի երեսին կթքեք, իրանից կպահանջեք, մենք էլ կասենք այո, մասնավորը ճիշտ են, այս ինչերը ապահովեք արեք, էլի, որ լիցենզավոր են վերահսկեն, մեկը սենց էլ են աշարք տվողին բռնում, մնենց էլ են բռնել, նույն բանն է, հիմա գաղափարափոխվեք։ Խնդիրը ըստ մասնագետների նաև տեխնիկական պատճառներ ունի։ Հաշվառման քննական բաժիններում առաջացած տեխնիկական խափանումների պատճառով հաճախ չեղարկվում են քննությունների հերթերը, դիմորդներին թողնելով անորոշ վիճակում։ Մյուս խնդիրն այն է, որ կան քաղաքացիներ, ովքեր գրանցվում են քննության համար, սակայն չեն ներկայանում եւ չեն չեղարկում իրենց հերթը։ Այդպես ձևավորվում են այսպես կոչված փուչ հերթեր, բայց օրենքով ոչ ոք իրավունք չունի այդ ազատված ժամին սպասարկվելու։ Նոր կարգավորմամբ, եթե դիմորդը գործնական քննությունից ստացել է բացասական արդյունք, կարող է վերահանձնել այն արդեն հաջորդ օրը վճարելով 45,000 դրամ։ Սակայն մասնագետների համոզմամբ այս լուծումը խնդրի ամբողջական լուծում չէ։ Ասում են, ովքեր ունեն ֆինանսական հնարավորություն, կարող են արագ առաջ գնալ, իսկ չունեցողների հերթը պարզապես հետ է ընկնում։ Մասնագետների եւ դիմորդների կարծիքով հաշվառման քննական բաժինները պարզապես չեն բավարարում մարդկանց մեծ հոսքին եւ դրանց քանակն ավելացնելու անհրաժեշտություն կա։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության մասին Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան։ Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կտա միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության միջոցով զարգացնել արհեստական բանականության կիրառման ոլորտին առնչվող իրավական դաշտը։